Լոռիում ոստիկանները բացահայտել են հանցավոր խումբ, որի անդամները նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակումներ և բնակարանային գողություններ, հայտնել է ներքին գործերի նախարարությունը։ Ըստ քննության տվյալների, խմբի անդամները ձեռք բերելով ապօրինի զենք զինամթերք, միջամտել են տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին, կապեր են հաստատել քրեական կարգավիճակ ունեցող անձանց հետ, ինչպես նաև մասնակցել քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների հավաքներին։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանցավոր խմբի 10 անդամներ հայտնաբերվել և ձերբակալվել են։ Խուզարկությունների արդյունքներում նրանց բնակության վայրերում հայտնաբերվել են ապօրինի զենք զինամթերք և թմրամիջոցներ։ Թուրքիայի խորհրդարանի նախկին падգամավոր Գարո Փալյանը X-ի իր էջում գրել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի մարտ ամսին։ Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետի 3-րդ երկրների քաղաքացիների համար բացումը սպասվում է մարտին։ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի կայունացումը մեծապես կախված է այն քայլերից, որոնք առաջիկայում կձեռնարկի Թուրքիան, գրել է Փալյանը։ Ավելի վաղ էլ ադրբեջանցի падգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն էր հարցազրույցի ժամանակ նշել, որ հայ-թուրքական սահմանի բացումը շուտով կլինի։ Աբու Դաբիում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր, ողջունել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման առաջընթացը։ Քննարկվել են նաև երկկողմ առևտրի մեկնարկին, Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումներին, ինչպես նաև տարանցմանն առնչվող հարցեր։ Կողմերը վերահաստատել են խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են Զայեդ եղբայրության մրցանակի՝ ի նշան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության դադարեցման ուղղությամբ գործադրված ջանքերի։ Պետք է լիովին հասանելի լինի և թափանցիկ լինի ժողովրդի համար։ Հայաստանի նոր սահմանադրությունը պատրաստ կլինի մարտին, այս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Սրփույգ Գալյանը, պարզաբանելով գործընթացի մանրամասները, լեգիտիմության հարցն ու անկախության հռչակագրի վերաբերյալ քննարկումները։ Գալյանի խոսքով աշխատանքներն ընթանում են խիստ ինտենսիվ փուլում, եւ այս պահին հիմնական շեշտը դրված է մարդու իրավունքների գլխի եւ առանձին ոլորտային կարգավորումների վրա։ Անկախության հռչակագրի հետ կապված մենք համոզելու խնդիր չունենք որևէ մեկին։ Ներքին օրակարգն է, արտաքին օրակարգ, մեզ չի հետաքրքրում։ Երրորդ երկրների պահանջ, ցանկություն, հուզմունք կլինի, ընդհանրապես չի հետաքրքրում։ Բազմաթիվ անգամներ շեշտել ենք, որ սահմանադրության հետ կապված աշխատանքները սկսվել են հեղափոխությունից հետո, այո, խնդիր չունենք համոզելու, որ դրա մասին չի խոսքը, որովհետև պատմությունը համոզիչ է արդեն։ Մենք աշխատանքները սկսել ենք 2018 թվականից, երբ դեռ պատերազմը չկար, եւ միակ բանը, որ ես հիմա կասեմ, մեր այն օրակարգն է, որով որ մենք առաջնորդվում ենք, եւ դա հետեւյալն է. խաղաղությունը, բավականին ծանր գնով ձեռք բերված խաղաղությունը պետք է փայփայել եւ Հայաստանի զարգացման համար ունենալ հստակ պլան, որը իր արտացոլումն անելու նաև սահմանադրության համատեքստում։ Եվրոպայում կրոնական ազատության ֆորումի նախագահ Յան Ֆիգելը X-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ կազմակերպությունը խստորեն դատապարտել է հայ առաքելական եկեղեցու ազատության, ինքնավարության եւ անկախության դեմ ուղղված հարձակումները։ Ըստ հայտարարության, եկեղեցու ինքնավարությանը պետության աննախադեպ միջամտությունը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի ազգային ինքնության համար եւ առաջացնում է մտահոգություններ կրոնական ազատության խախտումների վերաբերյալ մի երկրում, որը պատմականորեն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, որպես մտահոգիչ օրինակներ, կազմակերպությունը հատկապես մատնանշել է պաշտպանության նախարարի որոշումը վերացնելու հոգևորականների ինստիտուտը զինված ուժերում, ինչպես նաև եպիսկոպոսների տեղաշարժի արգելքները, որոնք նպատակ ունեն կանխել նրանց մասնակցությունը եպիսկոպոսատ ժողովին։ Յան Ֆիգելի խոսքով, նման քայլերը վնասում են ոչ միայն հոգևոր հաստատությանը, այլև հարվածում են ամբողջ երկրի եւ ազգի հիմքերին։ Թրամփի վարչակազմը համաձայնել է բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման։ Նախատեսված է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև միջուկային քննարկումները տեղի կունենան ուրբաթ օրը, հայտնել է Axios պարբերականը։ Նախորդին Իրանը պահանջել էր փոխել ԱՄՆ-ի հետ հանդիպման վայրն ու ձևաչափը, ցանկանալով, որ դրանք տեղի ունենան Օմանում։ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ իրենք տարբեր գործողություններ են կատարել եւ այժմ իրանական կողմի հետ ակտիվ բանակցային փուլում են։
These talks, as of right now, are still scheduled. Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարն Իրանի հարցում քննարկում է շատ տարբերակներ, որոնցից մեկը ռազմական ուժի կիրառումն է։ Բանակցությունների կմեկնի ԱՄՆ-հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Այս ամենի ֆոնին Թեհրանի երկնքում առաջին անգամ նկատվել են Ռուսաստանից գնված MiG-28N գիշերային որսորդ հարվածային ուղղաթիռները։ Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ պատվիրակությունները նախ հանդիպելու են առանձին խմբերով կոնկրետ ուղղություններ քննարկելու համար։ Դրանից հետո կկայանա ընդհանուր հանդիպում դիրքորոշումները համաձայնեցնելու նպատակով։ Ավելի վաղ բանակցությունների նախորդ փուլը կայացել էր հունվարի 23-ից 24-ը։ Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է խաղաղ կարգավորման համար, սակայն ներկայացրել է որոշակի վերապահումներ։ Ռուսաստանը շարունակում է հատուկ ռազմական գործողությունը, քանի դեռ Կիևը համապատասխան որոշումներ չի ընդունել։ Կրեմլն այս պահին չի պլանավորում հանրայնացնել Աբու Դաբիի խորհրդակցությունների արդյունքները։ Բանակցությունները տեղի կունենան փետրվարի 4-ից 5-ը։ Уважаемый господин председатель, дорогой друг, рад, что мы продолжаем добрую традицию. Ռուս-չինական հարաբերությունների համար տարվա ցանկացած եղանակ գարուն է, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը Սի Ցինփինի հետ տեսազանգի ընթացքում։ Չինաստանը եւ Ռուսաստանը պետք է մշակեն երկկողմ հարաբերությունների զարգացման նոր ծրագիր, հայտարարել է Չինաստանի ղեկավարը։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունները բոլոր ոլորտներում ամուր եւ կայուն զարգանում են։ Միացյալ Նահանգների եւ Կոլումբիայի նախագահները հանդիպել են Սպիտակ տանը։ Սա երկու առաջնորդների առաջին առերես հանդիպումն էր լարված հարաբերությունների եւ փոխադարձ վիրավորանքների ֆոնին։ Գուստավո Պետրոն հայտնել է, որ Թրամփին է տվել երկրից դուրս բնակվող խոշոր թմրավաճառների ցուցակը։ Հանցագործները բնակվում են Մայամիում, Մադրիդում եւ Դուբայում։ Պետրոն կոչ է արել ԱՄՆ-ին համատեղ հետապնդել այս պարագլուխներին եւ սառեցնել նրանց ֆինանսական միջոցները։ Mi nieta, mi yerna, nuera. Չնայած երկու առաջնորդների միջև ավելի վաղ տեղի ունեցած կոշտ հռետորաբանությանը, հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում։ Գուստավո Պետրոն շեշտել է, որ իր կյանքի 15 տարին նվիրել է նարկոմաֆիայի դեմ պայքարին։ Կոլումբիայի սենատի 35%-ը բանտում է հենց իր բացահայտումների շնորհիվ, նշել է Պետրոն։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը հաստատել է, Թրամփը շատ դրական է տրամադրված եղել։ Նախագահները քննարկել են նաև այլ հարցեր, այդ թվում պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Աշխարհի ամենահարուստ մարդը Իլոն Մասկը կրկին գերազանցել է իր ռեկորդը։ Նա դարձել է առաջին մարդը, որի կարողությունը գերազանցում է $800 միլիարդ։ SpaceX-ը ձեռք է բերել Մասկի արհեստական ինտելեկտիվ եւ սոցիալական մեդիայի XAI ընկերությունը։ Գործարքը նրա կարողությունը մեծացրել է $84 միլիարդ, հասցնելով այն ռեկորդային $852 միլիարդ։ Մասկի նախորդ ռեկորդը սահմանվել էր դեկտեմբերին $700 միլիարդ։